Կոնկրետ Տավուշի մարզում 4 կետերում ունենք բուսածածկ եւ խոտածածկ տարածքների հրդեհներ, 4 հատվածներում էլ հրշեջ-փրկարները ինտենսիվորեն իրականացնում են հրդեհաշիժման աշխատանքներ։ Առաջին հատվածը այս հատվածն է, Լեռնային Հայաստան առողջարանից դեպի Սարի վերև, Անտարայա մերձ հատված, երկրորդ հատվածը դա Դիլիջանի ոլորանների հատվածն է, երրորդ հատվածը դա Կազաչի կոչվող հատվածն է եւ չորրորդը Նավուր կոչվող հատվածն է։ Կազաչի հատվածում արդեն որը Տավուշի մարզից դեպի Լոռու մարզ ընկած տարածքում է, հրդեհը մեկուսացված է։ Այս պահին այստեղ եւ ինչպես նշեցի Դիլիջանի ոլորանների հատվածում իրականացվում են հրդեհաշիժման աշխատանքներ, ներգրաված են շուրջ 700 փրկար ծառայողներ, մեր գործընկեր կառույցներից շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության աշխատակիցներ, բնակիչներ, ոստիկաններ, ինչպես դուք տեսնում եք, ներգրաված է նաեւ պաշտպանության նախարարության ուղղաթիռը, որը անդադար թռիչքներ է կատարում եւ ներգրաված է հրդեհաշիժման աշխատանքներին։ Այս հրդեհը ճամբարակի հրդեհի հետ կապ ունի, թե ուրիշ օջախ է։ Այս հրդեհը ճամբարակի հրդեհի հետ որևէ կապ չունի, տարբեր օջախներ են։ Եվ նախնական վարկած կա, թե ինչից է առաջացել, քանի որ տարբեր այսպես քննարկումներ են սոցցանցում, սահմանից այն կողմից եկած միջամտություն։ Տարբեր քննարկումներ կան, բայց հիմնականում մասնագետները նշում են չոր կլիման, որը նպաստող պայման է, եւ մենք էլ զուգահեռ մեր բնակիչներին մշտապես հորդորում ենք, որպեսզի անհարկե այրումներ չանեն, խոզան չայրեն, խոզանի այրումը վնասում է ինչպես հողի որակը, ազդում է կենսաբազմազանության վրա, այնպես էլ հնարավոր է նման չոր պայմաններում ուրեմն հրդեհի պատճառ հանդիսանալ, իսկ ձեր նշածով մենք նման տեղեկություններ չունենք։ Այս պահի դրությամբ Հայաստանը ուժերը բավարար են ամբողջը վերահսկելու եւ ամբողջական մայելու համար, թե գուցե ներգրավեն նաեւ միջազգային գործընկերներից ուժեր, օրինակ ուղղաթիռների մասով։ Այս պայդրությամբ մեր թե մարդկային ուժը, թե տեխնիկան բավարար է եւ պատշաճ իրականացում է հրդեհաշիժման աշխատանքները, նման քննարկում լինելու դեպքում բնականաբար առանձին հայտարարությամբ հանդես կգանք, բայց այս պայդրությամբ նման որևէ քննարկում չկա, մեր ուժերը բավարար են եւ իրականացում են հրդեհաշիժման աշխատանքները։ Միջերտող հարց հաշվարկներ կան կամ հեկտարի հետ կապված, քանի հեկտար տարածք է այրվել եւ ռիսկ կա արդյոք ինչ-որ հատվածում բռնկվելու կրակը։ Հեկտարների հետ կապված շատ մոտավոր թվերին չէի ցանկանա հրապարակեի, ամբողջական հրդեհաշիժման աշխատանքների ավարտից հետո կհրապարակենք ընդհանուր տարածքը բոլոր տեղամասերում։ Երկրորդ հարցը կներեք։ Ռիսկ կա որևէ հատվածում։ Քամու ուժգնացում պարբերաբար լինում են եւ նշված հատվածներում հրշեջ-փրկարները հերթապահություն են սահմանել, անգամ մեկուսացված եւ մարված հատվածներում հրշեջ-փրկարները հերթապահություն են սահմանել եւ ցանկացած նման իրավիճակում արագ արձագանքելու համար։ Եվ միջերտող հարցի պարոն Սարգսյան կա որևէ գյուղական բնակավայր, որտեղ արդեն իսկ հասել է կրակը, մոտել է գյուղի տարածք։ Նման պնդումներ էլ եղան երեկոյան, որ հրդեհը հասել է առողջարան, տներ, նման տեղեկատվություն չի համապատասխանում իրականությանը, հրշեջ-փրկարարները ահազանգը ստանալուն պես 3 ցերեկվանից ժամը 3-ից մոտավոր 3-ի սահմաններում սկսել են հրդեհաշիժում իրականացնել եւ կանխել են դեպի տներ, դեպի առողջարան կրակի տարածումը։ Այսինքն բնակավայրերին մոտ տեղերում ուժեղացված ծառայություններ իրականացվում։ Ոչ միայն բնակավայրերի հատվածում, ընդհանուր անտառամերձ հատվածներում, դաշնամիջյան հատվածներում հերթապահություն այո կա սահմանված, որպեսզի հնարավոր քամու ուժգնացման դեպքում, եթե լինեն հնարավոր նոր օջախներ, առավել արագ արձագանքում կազմակերպենք։ Եվ շտաբը, որ ձևավորվել է եւ ղեկավարում է Կամո Ցուցիլյանը, դեռևս շարունակում է գործել։ Այո, շտաբը, ինչպես դուք տեսաք, հենց այստեղ է ձևավորված եւ շտաբը ղեկավարում է ներքին գործերի նախարարի տեղակալ փրկար ծառայության տնօրեն Կամո Ցուցիլյանը, շտաբը կազմակերպում է հրդեհաշիժման աշխատանքները եւ ղեկավարում։